Վստահ եմ գիտեք, որ Հայաստանի արտաքին պարտքը Փաշինյանի կառավարման ընթացքում կրկնապատկվել է, երբ հարցնում են ինչ ես արել, այդ 8 միլիարդ դոլարը, ասում է զենք եմ գնել, հավատում եք։ Չէ, ես չեմ հավատում, կոնկրետ ես չեմ հավատում, չեմ վստահում ես իշխանությունը։ Վատ բան, ուրիշ բան չեմ կարող ասեմ, բայց չեմ վստահում, ես այս իշխանությունը կողմնակից չեմ։ Այդ հարցը թող ինքն իր հոգուտն Աստծո դեմ պատասխան տա, այդ հարցը նա ոչ ինձ կասի, ոչ մեկին նա ինքն իրան հաշվետու չի, իր խոսքն ու գործը չի բռնում իրար, նրա ինչին հավատամ։ Վաղ մյուս օր մեր երեխեքն են դա դարերը փակելու։ Մինչև ընտրություններ, վայ թե երապատվի, քառապատվի էլ։ Ասում եք ինչ է արել, ասած զենք եմ գնել, հավատում եք դրան, որ զենք է գնել։ Չէ, ես հավատում եմ այն ինչ որ տեսանք, որ նախկին կառավարությունների իմաշկի լույսը չեն եղած, բայց նախկինների բերած զենքը բանդիկը վրա նվերտվեց թուրքերին եւ ուրացավ մեր տղաներին, որը զոհված, որը այսպես ասեմ կիսամարդ դառած, նրանց արած թողածը ուրացավ ու անտեսեց։ Ես ոչ եմ հավատում, չգիտեմ մնացածը։ Ամեն դեպքում կարծում եմ, որ սուտ է դա։ Ընտրությունից առաջ այդ կարծիքն է տարածվում էլի, թե այտենց է, բայց չեմ կարծում, որ դա ճիշտ է։ Չենք հավատում։ Սուտ է։ Դա զենք առնողը չեն ասա, ես զենք եմ առել։ Դա գաղտնիք բան է։ Ես չեմ տենում այդ գնաց զենքը, որ զենք ունենանք, չենք այսքան խեղճ թուրքերի դեմ։ Շատ ուրախ կլինեի, որ զենք առածելներ, բայց որևէ տիպի ինչ-որ բան չի կատարվում, որից զգանք։ Մյուս տարիներին, երբ որ երիտասարդ էի ես, մեր տոն օրերին մայիս 28, սեպտեմբեր 21 պարադ էր տեղի ունենում, որի ժամանակ զենքերն էր ցուցադրում էին ինչ ենք առել, ինչով ենք հագեցած, հպարտություն էինք զգում։ Քանի տարի է ոչ մի տիպի ոչ պարադ, ինչ իմանանք, զենք առել, թե ընտանիքով գնացել են Դուբայ կամ չգիտեմ, մի հատ լավ երկիր հանգստանալու, ամեն մեկն էլ 200,000 դոլարանոց պայուսա կառել իր համար։ Ինչ իմանանք։ Բայց տեղյակ չեմ այդ պարտքը ինչի վրա են ծախսել, չնայած ենթադրում եմ, որ էլի պարքավաճառների վրա է ծախսվել։